Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ եմ, միշտ առաջնորդվել եմ արդարության սկզբունքով, ազնվության սկզբունքով և միշտ հաշվի եմ առել իմ ներքին ձայնը, իմ խիղճը և այն ինչը, որ իմ շրջապատում էր տեղի ունենում, ես միայն փորձել եմ քաղեմ բարին և երբ որ դպրոցում ֆիզկուլտուրայի դասավանդում, ես առաջի անգամ հանդիպեցի հատուկ կարիքով բալիկների, ովքեր ավելի դժվար էին շարժվում, ունեին որոշակի դժվարություններ խոսքի հետ կապված, ֆիզիկական դժվարություններ և այդ ներքին այդ բարի էներգիայից դրդված ես գնում էի ու օգնում էի, ուղղակի օգնում էի։ Ներքին ձայնը ասում էր ինձ գնա օգնի, որովհետև ինչ որտեղ ես ինձ պարտավորված էի զգում, որպես հայ, որպես մարդ։ Մենք ունենք ծնողական մեծ համայնք և խորհուրդներ, մեթոդներ, աշխատանքային պրակտիկաներ, որոշեցինք հիմնել XS Impulse հասարակական կազմակերպությունը։ Հիմնելուց հետո ծնողների հետ համատեղ որոշեցինք, որ պետք է մենք ունենանք մեր սեփական դահլիճը, որտեղ որ ունենք այս պահին 55 հատուկ կարիքով երեխաներ, որոնք 3 ամիս անվճար դասընթացներ են ստանում, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի թերապիաներ են ստանում։ Նաև ունենք Երևանում 7 կենտրոն, որոնք գտնվում են Երևանի տարբեր թաղամասերում, և դա բավականին ևս մեծ օգնություն եղավ ծնողներին։ Կենտրոնները գտնվում են Կոմիտասում, Դավիթ Հաշենում, Մալացիայում, Նորքում և կենտրոնում։ Դե գցիր տուր։ Աշխատում ենք հատուկ կարիքով երեխաների հետ, նաև առանձին համախտանիշները, աուտիզմի սպեկտրի խանգարմամբ երեխաների հետ ենք աշխատում, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների հետ ենք աշխատում, հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաներ, խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաներ։ 7, 8, 9 և 10 կեցես, ծափ։ Թերապիաների կուրսը տևում է 36 ուսումնամարզական դասընթացներ և դա ժամանակահատվածով դառնում է 1-ից մինչև 3 ամիս ժամանակահատված և 1-ից 3 ամսա ժամանակահատվածում մենք ունեցել ենք բավականին լավ արդյունքներ։ Այն երեխաները, ովքեր ունեցել են խոսքի հապաղում, նույնիսկ հնչյուններ չեն ունեցել, հասել ենք նրան, որ երեխան կարողացել է արտաբերի հնչյուններ, այն երեխաները, ովքեր ունեցել են աղքատ խոսք, ունեցել են բավականին արդեն շատ բառապաշար, մեծ բառապաշար, և այն երեխաները, ովքեր ունեցել են վարքի առանձնահատկություններ, աստիճանաբար նաև շտկվել է վարքը։ Մասնագետների աշխատանքի ընթացքում ոչ միայն ուղղակի տալիս են հրահանգներ, այլ փորձում են երեխայի հետ հուզական կապը պահպանեն, կոմունիկացիան պահպանեն, անընդհատ կոնտակտի մեջ լինեն և այդ հասարակ վարժությունները կատարելուց անընդհատ խոսալու հաշվին երեխայի մոտ զարգանում է նաև խոսքը, շտկումը, վարքը, հրահանգների կատարումը և կոմունիկացիան։ Եվ բարձրացնում ենք, գնացինք, 1, 2, Օրինակ մեզ շատ են դիմում վարքի առանձնահատկություններով երեխաների ծնողներ, ասում են, որ երեխան հիպերակտիվ է և երեխան վարքի առանձնահատկություններ ունի։ Ձայները հանում, նորմալ չի պատասխանում, հրահանգները չի լսում և երբ որ մենք սկսում ենք զբաղվել երեխայի հետ, հասկանալ երեխայի հույզը, մոտիվացիա աղբյուրները, դրդապատճառները, մենք այնտեղ տեսնում ենք մուլտհերոսների։ Վերջերս 1-2 երեխայի հետ ենք աշխատում, իրանք նմանակում են Սպայդերմենին։ Եվ երբ որ մենք իրան ասում ենք, որ դու Սպայդերմենը չես, քոնը Արտյոմը, քոնը Սերգեյը, հա, եւ երեխան հրաժարվում էր ընդունել իր սեփական անունը, իր սեփական եսը, որովհետեւ շատ փոքր հասակից ինքը դա նայել էր եւ իր համար դա հեղինակություն էր արդեն եւ իր իդեալն էր դա մուլտֆիլմի հերոսը։ Ինքը ուզում էր կրկներ, նմանակեր, անընդհատ ցածկում էր պատից այս պատը եւ չէր ենթարկվում։ Աստիճանաբար մոտ 3-ից 4 ամիս աշխատանքից հետո ինքը սկսեց հրահանգները կատարել, օգտագործեցինք խաղային թերապիան, ինքը սկսեց ներգրավել խաղի մեջ, նոր հետաքրքրություններ ստեղծեցինք, ծնողին խնդրեցինք, որ մուլտֆիլմերը էլ չմիացնեն իր համար, այլ բնական շփվեն, բնական խաղան, հետաքրքիր միջավայր ստեղծեն, երեխայի համար զբաղեցման որոշ պարապմունքներ, միջոցներ ստեղծեն, այդ ժամանակ երեխան սկսեց ենթարկվել եւ ավելի կոմունիկացիայի մեջ մտավ։
երբ որ ես իմ թիմակիցների հետ հաղորդակցում եմ եւ շփվում եմ, նաեւ երբ որ ես ինքս ինձ հետ եմ շփվում, մենք հասկանում ենք, որ սա մեզ համար միայն աշխատանք չի, այլ սա ապրելակերպ է։ Մենք ապրում ենք երեխաների հետ, մենք ապրում ենք բոլորի դժվարությունների հետ։